Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, այսօր մենք անդրադառնալու ենք, կարծում եմ, շատ կարևոր հիմնախնդրի, խոսելու ենք ցորենի եւ ալյուրի հարստացման մասին։ Ես այսօր մի քիչ ձևաչափից դուրս եմ եկել, մենք ոչ թե ունենք մեր տաղավարում մեկ, այլ երկու հյուր ունենք, ներկայացնեմ մեր հեռուստադիտողներին, որ այսօր իմ հյուրերն են բիոֆիզիկ Աշոտ Կարապետյանը եւ Սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ Ռուբեն Հայցյանը։ Անցած տարի կարծեմ նոյեմբերին, ճիշտ գիտեմ, Առողջապահության նախարարությունը ցորենի եւ ալյուրի հարստացման մասին օրինագիծ ներկայացրեց ազգային ժողով եւ 1 տարով հետաձգվեց։ Հիմա մեծ աղմուկ է բարձրացել, լուրջ քննարկումներ են տեղի ունենում, ես կարող եմ ասել, ոմանք անգամ քաղաքականացնում են փոխադարձ մեղադրանքներ կա, Առողջապահության նախարարությունը այն մարդկանց, ովքեր մտահոգ են եւ հիմնախնդիրներ են ներկայացնում, այստեղ լուրջ խնդիրների առջև են կանգնեցնելու, մեղադրում են ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ, ոչ մասնագիտական ճիշտ, մոտեցում չի ցուցաբերում։ Դուք հակառակն եք պնդում, ես կարծում եմ, որ սա շատ կարևոր հարց է, որովհետեւ առնչվում է բոլորին, գիտենք, որ հայերս ինչքան շատ հաց են օգտագործում, ամեն ընտանիք մտնում է եւ եթե իրականում կան լուրջ հիմնախնդիրներ, արժի որ դրա համար ոչ թե մեկ անգամ, այլ այսպես բարձրաձայնենք եւ գուցե ինչ որ մի բան տեղից կշարժվի։ Լավ, ինչ եք կարծում, ինչու նման անհրաժեշտություն առաջ եկավ, ինչու նման կարգի որոշում կայացվեց, որ պետք է ցորենը եւ ալյուրը հարստացվի։ Այդ որոշումը տարբեր երկրներում իրականացվում է։ Հիմնականում իրականացվում են աֆրիկյան եւ լատինոամերիկյան երկրներում։ Մենք բացառություն են կազմում ամերիկան զարգացած երկրներից, իրականացվում են ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիան հրաժարվեց մի քանի տարի առաջ, Իռլանդիան հրաժարվեց, ու Եվրոպայից միայն Մեծ Բրիտանիայում երկաթով է հարստացվում ալյուրը, ֆոլաթթվով չի հարստացվում, ու հիմնական տարբերություններն է, որ այդ երկրներում, զարգացած երկրներում միշտ էլ այլընտրանք կա։ Այսինքն յուրաքանչյուր խանութում կարելի է գտնել եւ սպիտակ ալյուրի չհարստացված սպիտակ ալյուրից հաց եւ ամբողջական ցորենի կամ չտեսակավորված ցորենի ալյուր եւ այդ ալյուրից հաց։ Ի տարբերություններն է, որ այդ ամբողջական ցորենի ալյուրի հացը մոտ 30-40 անգամ ավելի թանկ է, քան սպիտակ հացը, այդ հարստացված ալյուրից պատրաստված սպիտակ հացը։ Ուրեմն նախարարությունը ինչով է հիմնավորում։ Եթե կարդանք օրենքի նախագիծը, իրենց ներկայացրած, կարդանք օրենքի նախագծի հիմնավորումները։ Մեն հիմնավորումներում նախ գրված է, որպես օրենքի հիմնավորում գրված է, որ մինչև 5 տարեկան երեխաների մոտ անեմիան կազմում է 37%, իսկ վերարտադրողական տարիքի կանանց մոտ 25%, եւ օրինակիցը անհրաժեշտ է ընդունել, որբեսի բնակչության մեջ անեմիան կանխարգելվի եւ կանխարգելվեն նաեւ սրտանոթային ու սրտի իշեմիկ հիվանդությունները։ Ուրեմն հիմա անեմիայի մասին նախ այդ տվյալները, նախ թիրախային խմբերի տվյալներ են, ոչ թե ողջ բնակչության մեջ, մինչեւ 5 տարեկան երեխաների ու եւ վերարտադրողական տարիքի կանանց։ Այսինքն ողջ բնակչության մեջ անեմիայի մասին որևէ տվյալ Հայաստանում գոյություն չունի, չի եղել նման հետազոտություն։ Հայաստանում չկա նաև ֆոլատ դեֆիցիտի մասին որևէ տվյալ։ Հետազոտության տվյալներն են։ Եթե մեղադրում էին Առողջապահության նախարարության, որ ինչի՞ չեք ներկայացնում նոր տվյալներ։ Այդ հետո բացի հին լինելուց, այստեղ էականի հինը չի։ Էականը տեսեք ինչն է, այս հետազոտությունից մեջ բերում եմ անում։ Մեն հետազոտության մեջ գրված է. օրինակ Երևանում սակավարյունության որևէ մակարդակ ունեցող երեխաների մասնաբաժինը 5 տարիների ընթացքում եռապատկվել է 13%-ից 2000 թիվ, մինչև 45% 2005 թիվ։ Նմանապես Գեղարքունիքում սակավարյունության որևէ մակարդակ ունեցող երեխաների մասնաբաժինը կրկնապատկվել է 32%-ից մինչև 63%։ Նման մեծ տատանումներն անհավանական են։ Ինչպես նաև հնարավոր է սխալներ են տեղ գտել տվյալների հավաքագրման ընթացքում եւ սխալ են օգտագործվել սակավարյունության որոշման սարքերը կամ նշտարները։ Այսինքն իրենց, հետազոտության հեղինակները իրենք անհավանական են համարում այդ տվյալները եւ ասում են, որ հավանաբար սխալ է։ Եվ այստեղ էական մի բան էլ կա, երբ աղյուսակից բացառվում են Երևան եւ Գեղարքունիք մարզերը, ապա չի նկատվում ոչ մի էական փոփոխություն վերջին 5 տարիների ընթացքում։ Սա իրենց ներկայացած, այդտեղից է կարծում, թե հիմա ձեր դիտարկումները։
Չէ, այս հետազոտությունից մեջ բերում է։ Չէ, այդ հատվածը մեզ վերում է, հենց իրենցն էր, որ եթե այդ երկու մեջ բերումն է H89, հետազոտությունը կարող եք Armstat-EM կայքում բացեք նայեք, H179։ Ուրեմն Այսինքն ուզում եք պնդել, որ իրեն այն հիմնավորումները, փաստարկները, որ նախարարությունը ներկայացնում է, հենց իրենք իսկ արդեն հետազոտողները 2005 թվականի արդեն նախ հավաստի չեն համարում այդ տվյալները, կասկածելի են համարում։ Երկրորդը, եթե հավատանք այդ տվյալներին, եթե մենք հավատում ենք, նախարարությունը կենսականորեն անհրաժեշտ օրենքի հիմնավորում է, որպես բերել այդ տվյալները, դե թող բարի լինեն բացատրել, թե այդ ինչ գործոն Երևանում ինչ գործոն է, որ 2000-ից 2005 թվականներին եռապատկվել է սակավարյունությունը։ Պարզ չէ, որ 5 տարիների ընթացքում այդ եռապատկումը չի կարող սննդային սովորական գործոնով պայմանավորված եղնել։ Իրենք պնդում են, որ անեմիայի պատճառը սննդի մեջ երկաթի պակասն է։ Եթե սննդի մեջ երկաթի պակասը լիներ, չէր կարող 5 տարում սակավարյունությունը Երևանում եռապատկեր։ Ուրեմն ինչ որ անսովոր գործոն է EID-ի, եթե այս տվյալները հավաստի են։ Չնայած կառավարությունը սննդային հավելանյութերի առկայությունը։ Չգիտեմ, եթե կառավարությունը խիստ մտահոգված է անեմիայով, անեմիան կանխարգելելու խնդիրներով, բա ինչի մտահոգված չի պարզելու այդ գործոնը, այդ պատճառը թե ինչն է Երևանում եռապատկել այդ անեմիան։ Եթե այս տվյալներին հավատում է իրենք, որովհետև այս տվյալներին կասկածելու ուրիշ հիմքեր ունենք, նույն 2005 թվականին ուրեմն հետազոտվել է այդ նույն հետազոտությամբ հետազոտվել է 176 հղիկին, որոնց մոտ անեմիան կազմել է 38.6%։ Բայց մենք ունենք 2005 թվականի առողջապահության նախարարության ամենամյա տվյալները հղիությունն ավարտած կանանց մասին։ Բոլոր հղիությունն ավարտած կանայք ամեն տարի արյան անալիզներ են հանձնում իրենց տվյալ եւ 2005 թվին 37779 հղիությունն ավարտած կանանց մոտ անեմիան կազմել է 10.7%։ Ամենացածր տոկոսը վերջին տարիներին։ Մյուս բոլոր տարիներին գրեթե ամեն տարի կազմել է 11-ից 13% մոտավորապես։ Հղի կանայք անեմիայի ամենախոցելի խումբն են։ Հիմա երեկ ես լսեցի ասուլիսին, որ բաժնի պետը նախարարության հայտարարեց, որ չնայած հղի կանայք բուժվում էին եւ այլն, բայց հղիությունն ավարտելիս էլի 12% անեմիա է մնում։ Եթե այդ հղի կանայք բուժվում են, հետևաբար ստիպված ենք ասել, որ նախ այդ բուժվում են, այսինքն սննդի հետ տալիս են ֆոլաթթու դրա մասին հենց դեղահաբեր են տալիս։ Հղի կանանց տալիս նշանակում են երկաթի ու ֆոլաթթվի պրեպարատներ, բայց եթե իրենք բուժվում են, այդ նշանակում է, որ այդ երկաթն ու պրեպարատը իրենց տված այդ բուժումը արդյունավետ չի։ Բայց նվազեցրել է, հիմա այսինքն իրենց բերած թվերի նվազել, նվազում է։ Իսկ եթե հաշվի առնենք նախարարի հայտարարությունը, որ հղի կանանց միայն 2%-ն է օգտագործում իրեն նշանակած տեղերը, ստացվի որ հղի կանայք ընդհանրապես չեն բուժվել, բայց իրենց մոտ անեմիան 12%։ Բա ուրեմն ո՞նց եք բացատրում հիմա։ Այսինքն ոչ բնակչության մեջ հետևաբար ավելի ցածր է, քան 12%-ը։ Նրանք միջազգային որոշ կառույցների ճնշման չեն դիմանում, այսպես ասենք։ Ես ճիշտ ասած առողջապահության համար շատ լավ է համոզմունքով են ամեն ինչ ասում։ Չեմ կարծում, գիտեք, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երբ նախաձեռնում է այդ բարիքերները ճակերտների մեջ, մեր իսկապես բարիքերները չեն։ Դրանք ցանկացած ծրագրեր, հիշում եք տարիներ առաջ այդ տխրահարճակ ընտանիքի պլանավորման ծրագիր եւ այլ։ Ուրեմն նախարարությունը իդեմս մեր կառավարությունը դեմս առողջապահության նախարարության մի տեսակ չի ուզում այդ իմ կարծիքով չի ուզում այդ կազմակերպության հետ հարաբերությունները վատատել, ասում է ծրագիրը վերցնենք, առավել եւս նրանք համոզում են, որ դա պետք է։ Հիմա ուրեմն ուզում եմ ասեմ եւ մենք եւ իրենք մտահոգված ենք։ Բայց նման ծրագրեր որ ներկայացնեն որևէ մեկը, ասենք Եվրոպայից չի պարտադրում, որ այս ծրագիրը դուք Ոչ միայն կենսականորեն անհրաժեշտ միկրոէլեմենտ, այլև որոշ քանակից բարձր ինքը համակարգային թունավորում է առաջացնում տոքսիկ էլեմենտ է։ Իսկ խոսակցությունները այն մասին, որ իբր թե
օրգանիզմը իրոք օրգանիզմը սահմանափակել է երկաթի ներծծումը եւ այդ պատահական չի, այդ սահմանափակող մեխանիզմը բնությունը պատահական չի ստեղծել, իզուր չի ստեղծել, բայց այդ բոլորովին էլ չի նշանակում, որ երկաթի ներծծվում է այնքան, որքան օրգանիզմին անհրաժեշտ է։ Ինչպես պնդում են առողջապահության նախարարությունները, դա պարզապես բժշկություն է, կենսաքիմիայից շատ հեռու մարդկանց մասին, մարդկանց համար է ասվում այդ ամենը։ Իրականում երկաթի կոնցենտրացիայից է կախված, օրական սննդի մեջ 45 միլիգրամից ավելի երկաթ չի թույլատրվում։ Երկաթի քանակությունը շատ սննդամթերքների մեջ անվտանգության ցուցանիշներով սահմանափակված է։ Օրինակ մարգարինի մեջ 2 միլիգրամից ավել չի թույլատրվում։ Այստեղ ինձ մոտ կա systematic review 2009-12 թվականներին կատարված, որ մարդկանց մի մեծ խմբի 19 հետազոտության արդյունքները մարդկանց մի մեծ խմբի տվել են 1 միլիգրամ ընդամենը հեմո երկաթ որոշ ժամանակ անց եւ իրենց մոտ տարբեր քաղցկեղների ռիսկը բարձրացել է։ Այդ քաղցկեղի ճիշտ ասած ասեցին, որ անպատասխանատու հայտարարություն է։ Մենք անպայման դրա մասին խոսել ենք եւ խոսել ենք, որ հա տղամարդկային հորմոնների նվազեցում է տեղի ունենում, սա կոնկրետ ապազգային ծրագիր է։ Հիմա հարցն ինչն է, որ մենք երկաթը քանի օր խախտում է բալանս, օրինակ պղնձի կարգավիճակը կվադացնի։ Այսինքն միկրոէլեմենտների բալանսը կխախտի։ 1 տարի հետո եթե բնակչությունը այդ ֆոլատն ու երկաթի կերավ, իր բալանսը խախտվեց, այլ այդ բալանսը վերականգնել գրեթե անհնար կդառնա։ Այսինքն բնակչությունը կսկսե բռերով արհեստական վիտամիններ, սննդային հավելումներ եւ այլն կուլ տա, ոնց որ ասել։ Սա մի ծրագիր է, որ կախվածության մեջ է պահելու հետագայում։ Չլին տարեկան 30 միլիարդ դոլարի սննդային արհեստական այդ վիտամիններ ու հավելումներ կօգտագործե բնակչությունը, բայց 30 միլիարդ դոլարը իրանց կբավարարի նորմալ սնվելու։ 5 տարուց երևի ավելի քանի տարի արդեն դպրոցական սննդին տալիս են տարստացված ալուրը։ Որևէ ուսումնասիրություն կատարվել է դրա արդյունքով։ Բայց դու դա հաստատեցիք, ոնց է, որտեվ կանոնացիան հայտարարեց, որ նման բան կա, Պարենի համաշխարհային ծրագրի կայքում է գրված, որ Հայաստանում տրվել է այլուր 2014 թվականին մոտավորապես $500,000 հարստացված այլուր է ներկրվել Հայաստան։ Իսկ ինչի՞ ժամանակ այսպեսի աղմուկ չբարձրացավ, ասենք երեխաներին բժշկտան։ Պարենի ծրագրային, Պարենի համաշխարհային ծրագիրը ՄԱԿ-ի գործակալությունն է եւ իրենք գաղտնի չեն անի երբեք։ Միշտ ծրագիրը սկսելուց առաջ գործընկերների հասարակությանը տեղյակ չէ, այսինքն երեխաներին 5 տարի սա տվել է վտանգի մասին է։ Հիմա որևէ տեղ տնօրենները, երեխեքի ծնողները տեղյակ չեն եղել 6 մարզերում մոտ 67,000 երեխաների Գեղարքունիքի, Շիրակի, Արմավիրի, Վայոց ձորի 6 մարզեր հիմա։ Այսինքն այդ այլուրը հագեցած եղել են այդ այլուրը ռուսական հadouk արդա էքսպորտի համար, արդահանման համար արտադրված այլուր է, Ալտեքսկի եւ Մելնիցի ընկերությունն է արտադրում, ուրեմն այդ այլուրը իրենք սկսեցին արտադրել նախ երբ որ Ռուսաստանում այդ նմանատիպ օրինակից մծրեցին կառավարություն։ Լավ, հիմա տեսեք, ասում են, եթե 37%-ի մասին է խոսում, սա եթե հիմնավորում են ասում են 37% է, ճիշտ է որ սրանով պետք է արդեն ազգային անվտանգությունը զբաղվի, որտեղ սա արդեն լուրջ թվերի մասին է խոսում։ Ազգը փոքր, հիմա գնալով ազգը օրորի նվազում է, եթե երեխաների 37%-ը դա ուրեմն դա մինչև 5 տարեկան երեխաների։ Դե թեկուզ առավել է, այդ մեր վտանգավոր, արդեն վտանգավոր շեմ է 37%-ը մինչև 5 տարեկանների, որ ըստ ԱՀԿ 2006 թվականի սննդի ֆորտիֆիկացման ուղեցույցի մինչև 40%-ը համարվում է միջին կամ ծանր խնդիր, 40%-ից բարձրը արդեն ծանր խնդիր սակավարյունությունը։ Բայց հարցն է, որ սակավարյունությունը ընդհանրապես սակավարյունությունը տարբեր տեսակներ ունի եւ միշտ չէ որ երկաթի դեֆիցիտով է պայմանավորված։ Հետո միշտ չէ որ սննդի մեջ երկաթի դեֆիցիտով է պայմանավորված։ Օրինակ այս 37 թվի մասին Գեղարքունիքի մարզում ծիծաղեցին զարմացան մանկաբույժներ, ասին 10-15 միգուցե 37 չի կարող մեր մարզում։ Այո, եւ սա կատարվել է ինչպես մեծ մոտ շատ գործեր, ես չի ասի փնթի այդ կոպիտ խոսքը չէ, այլ մի տեսակ ընդեղել էր նշված, որ պատասխանատվությունը ուրեմն այդքան չի եղել, այդ 5 տարի առաջ կատարել են եւ հավաստի չեն։ Հիմա դրա համար եթե մեզ մեղադրում են, չգիտեմ ինչա, որ մենք ուզում ենք ավելի պարտաճանանչ հիմնավոր կերպով ներկայացնել եւ դա արդյոք արդյունքն է երկաթի եւ այլ թե ինչ որ նաեւ այլ գործոններ կան։
Ուրեմն այստեղ եկեք պայմանավորվենք իրենց հետ։ Ինչ էին ասում։ Ասում են, որ ինչու ընտրության հնարավորություն չեն թողնում։ Այո, ուրեմն այո, ընտրության հնարավորություններ։ Ուրեմն այսօր գործող ստանդարտներով եւ միջպետական Ռուսաստանի Դաշնության ստանդարտը Հայաստանում գործում է եւ մեր հայկական ստանդարտով ցորենից ալուր կարող են ստանալ 3-4 process-ում ստացվում է 3-4 տեսակի ցորեն ալուր։ Ուրեմն բարձր տեսակի սպիտակ ալուրը, առաջի տեսակի, երկրորդ տեսակի նախկին խորհրդային տարիներին սերի հաց էինք ասում, դրանից ստանում են այդ սերի հացը, այսինքն եւ թեփախառն։ Ըստ ստանդարտների, բայց փաստացի դա այդպես չի կատարվում։ Վերջին ժամանակներս 1-2 ֆիրմա մագնշում են, արտադրում են եւ թեփախառն կան 1-2, բայց ընդհանուր առմամբ բարձրացող վիճակում է։ Ահավոր բարձրացող վիճակում էլ չեմ խոսում փոխադրամիջոցները ինչ ձևով են տեղափոխում եւ դրա համար է մեր ցավը նրանումն է որ եթե հիմա չեն կարող ասում են 20 տարի կանոնակարգ է քիչ է կանոնակարգում մարդատար ավտոմեքենաների բեռնախցիկներում հաց են տեղափոխում մոտ 1/3-ը այսօր իրացվող հացի մարդատար ավտոմեքենաների բեռնախցիկներում բանանի տուփերով հաց են տեղափոխում որը գիտեք բանանը ներկրելուց առաջ մշակում են որոշ քիմիական նյութերով նոր բերում են բնական այդ տուփերը եւ հիգիենիկ չեն եւ վտանգ կա դրանց հետ ոչ հացի փոխարեն ներգեա սպիտակ հիմա բխի չեք կանոնակը քաղաքականացնում եք այս հարցը ինչ որ անգամ պատվիրատուներ ունեք եւ հիմնականում հաց նույնը մենք կարող ենք ասել իրենց որ այդպես չի կարող ասել իրենց կողմից էսա որովհետեւ եթե սա մտնի որոշակի լրացուցիչ հսկողություն է լինելու եւ նրանք խուսափում են դրանից կա այդպիսի բան թե չկա լրացուցիչ հսկողությունն ինչ միջոցներով են անում այս ծրագրի ներքո գուցե սկզբում միջոցներով ովքեր են ֆինանսավորելու այդ միջոցը այս ներգայումս սննդի անվտանգության ծառայությունը մենք բոլորս տեսնում ենք չէ որ ի վիճակի չէ չէ հիմա թողս մենք էլ համոզվենք հիմա թողս կեն հիմա ինչա պետք է մենք սննդի անվտանգության տարրական կանոնները պաշտպանելու ի վիճակի չէ Եթե ի վիճակի է, դետող այդ գոշացը թույլ չտա սպառողներին խապելով սերի հացը, սպիտակ ալյուրը ներգում են, առանց մագնիշման վաճառում են, որպես գոշաց դիաբետիկ հիվանդներին կխապեն։ Դրա մասին ես շատ եմ լսել, իրականում այդպես է, իսկ դուք ինչի չեք սկսում դատական process, եթե ասեք հիմա գիտեք ինչ կա, որովհետև մեզ իրավասություն չկա, մտնել այդտեղ, դա մենք գիտենք Բայց պետքա ֆիքսվի, փաստվի ակտ կազմի, այսինքն արտադրամասը պետքա մտնենք, ստուգենք, տեսնենք, բայց մեզ այդ իրավունքը չեն տալում։ Բնական է, որ միայն համապատասխանատու հայտարարություն է կանում, այսինքն իրականում դա այդ գործը պետք է ապացուցեմ, եթե այդպես բան ասեմ, մի հատ գորշած խանութից կառնի, 6000 դրամ կդամ փորձաքննության կենտարգեմ լաբորատորիա, տեսնեմ իրանք այդ ասածին տեժ գտա։ Եվ դա մասսայական է, Երևանում չկա այդպիսի հատ։ Երևանում իրական գորշած կա, բայց շատ ավելի խանութ սուպերմարկետներից թող գովաց չթվա, որ ասեմ, կա արտադրում են նորմալ հաց, թեփախառն հացներ, առաջի տեսակ։ Հրաժարվող երկրներից ինչ հիմնավորմամբ են, որ երկրներն են կիրառել ինչ ժամանակահատվածում եւ հրաժարվել։ Ռուսաստանի մասին էր խոսում, ասում են Ռուսաստանում մի քանի մարզերում է, հա, առողջապահության ներկայացուցիչ, ասին որ մի քանի տեղ փորձ է արվել եւ իրականում Ռուսաստանը դեռ չի հրաժարվել, ուղղակի Ռուսաստանում էլ հիմա process-ի մեջ է։ Ռուսաստանի կառավարության որոշմամբ այդ օրինակիցը հանել է առողջապահության նախարարությունը 2013 թվին օրինակից է ներկայացրել կառավարություն ոնց որ մեր մոտ կառավարությունը հետաձգել է թե ինչ-որ մի հիմնավորում օրինակիցը չի տվել ազգային ժողով ուղարկել է գտել է ոչ նպատակարար ուրիշ երկրների օրինակներ գիտեք որ երկրները որ հրաժարվել են մի տարի գործար մի տարի ինչ շատ հետաքրքիր է թե ինչ հիմնավորում այսինքն այն վտանգները որ դուք ասում եք քաղցկեղ բան իրենք պարզապես ասել են որ իրենց հարգավոր չի Ուրեմն այս հարցը ինչումն է։ Նա այդ հրաժարվող երկրներից մեկը Դանիան է, որ 87 թվին հրաժարվել է երկաթով ֆորտիֆիկացնելուց այլուրը, մինչև 87 թիվը երկաթով ֆորտիֆիկացրել է ֆոլատը երբեք չի օգտագործել Դանիան 87 թվին դատարեցրել են այն պատճառաբանությամբ, որ երեխաների մոտ երկաթի բարձր կոնցենտրացիայի պատճառով ինֆեկցիոն հիվանդություններ են, քրոնիկ հիվանդություններ են առաջացել Այդ հաստատված փաստ է, որ երկաթի բարձր կոնցենտրացիան մանավանդ տարեց մարդկանց մոտ կարա շատ տարբեր Բերեցին հակապասարք, որ մեզ մոտ երկաթը քիչ է, հա, դրա անհրաժեշտությունը կա։ Ուր է հիմնավորումը։ Չկա մեր մոտ երկաթը չկա դրա համար է մենք այսպես ասում ենք ծանրակշիռ փաստերով դրեք որ տեսեք դադարք հայտարարություններ անելով ոչի ես է կարամ շատ բան հայտարարեմ։
Շվեդիան 94 թվականին Հուսիսային երկիրը Շվեդիայում մեր բանջարեղենն է, մեր կանանչեղենն է, ամառվա սեզոնին մեր այդ աղքատ խավը, որ ասում ենք մոտ 30-40% աղքատա միշտ չի ուտում, ձուկ չի ուտում, ձուկ չի օգտագործում, բնական է, բայց փառքասու որ կոնե ամբողջ ամառվա ընթացքում բանջարա բոստանային ինչ երկրների օրինակ շատ է խոսում Չիլիի մասին։ Ես ուզում եմ շատ կոնկրետ անդրադառնալ։ Տեսեք, այստեղ տարրական մի տրամաբանություն է։ Ուրեմն միսը որ վիտամինի աղբյուրն է հիմնականում B12-ի, որը բուսական սննդի մեջ գրեթե չկա։ Իրենք առողջապահության նախարարության պատասխանատուները նշում են միշտ, որ հայերը հիմա հնարավորություն չունեն միս գնելու, ճիշտ է, որ շատ քիչ միս են գնում։ Եթե շատ քիչ միս են գնում, ես էլ հավատում եմ իրենք ասում են, ես հավատում եմ, եթե միս չեն ուտում, ուրեմն տրամաբանական է, որ հայերը B12 վիտամինի պակաս պիտի ունենային։ Այդ վիտամինը ուրիշ շվանում չկա, միայն մսի մեջ է։ Հիմնականում հա, բայց հայերը շատ կօգտագործեն կանաչեղենի մեջ բնական ֆոլատները շատ են։ Իսկ ֆոլատներին կփոխարինե իբրև թե։ Հիմա գիտեք ինչու՞մ է հարցը։ B12 վիտամինի դեֆիցիտի պայմաններում ֆոլատ-թվեդ ռիսկերը շատ ավելի մեծանում են։ Այսինքն երբ որ B12-ը պակաս է, ֆոլատ-թվի ռիսկերը շատ ավելի են, քան եթե մենք միշտ չենք ուտում, ուրեմն ֆոլատ-թու առավել եւս չի կարելի օգտագործել։ Լավ, խոսում են ներողություն, հիմա նայեք, մենք հասարակ մի պրիմիտիվ, sense հասկանալի լեզվով ասում ենք։ Շատ բան չենք ասում։ Ցորենից ալուր ստանալու ասացի, չէ՞ որ ստանդարտներով կա 4 տեսակ ալուր պետքա ստանաք։ Հիմա այս պահին մոտ 70-80% իրացվող, ամենայն դեպս իմս տեսանելի փաստաթղթերով չեմ կարող ասել։ Բարձր տեսակի ալուրից ինքնարժեքը բարձր է, եթե երկրորդ սորտի, երկրորդ տեսակին այնտեղ իրացում է, չկա համամասնորեն։ Ուրեմն ցորենը թեփազատում են, որից միկրոտարեր է կորուստը տեղ ունենում, այդ թվում նաև երկաթի, եւ բերենք սինթետիկը լցնենք մեջ, ավելացնենք։ Դա տրամաբանորեն նորմալ կարելի է ընդունել այդ բանը։ Ես կոպիտ ձևով եմ ասում, եւ բայց գործընթացը այդ process-ը այդպեսին է։ Հիմա որ աղում են, հիմնականում բարձր տեսակի են ստանում, որ բարձր արժեքի է տալուրը։ Թեփազատում են, իսկ երկրորդ կամ թեփախառն կամ երկրորդ տեսակի ալուրը քիչ է թեփազատվում։ Դեռ հիմնականում միկրոտարերը մնում են։ Օրենքի հիմնավորումների 1-2 կետը, ուրեմն տեսեք ինչ է գրած։ Այսպիսով մեջ բերում եմ կարդում օրինակը ձեզ։ Այսպիսով այլուրի հարստացումը կարելի է համարել նաև վերականգնման գործընթաց, որի ժամանակ կորած սննդարար տարրերը նորից ավելացվում են մշակվող այլուրի։ Բնականը կորցնում ենք, սինթետիկ ավելացնում ենք։ Այլուրի հարստացումը դա ցորենի աղալու ընթացքում միկրոսնուցող հանկային նյութերի եւ վիտամինների կորուստների վերադարձն է այլուրի մեջ։ Ուրեմն սա օրինակը զի հիմնավորումների մեջ է գրված։ Մենք իրավաբանների հետ ենք արդեն խորհրդակցել։ Սա ուղղակի ապատեղեկատվություն է, բացարձակ սուտ, որը պատգամավորներին ապակողմնորոշելու նպատակ է հետապնդում։ Ուրեմն ֆոլատտուն բնության մեջ գոյություն չունեցող սինթետիկ նյութ է, որը ցորենի մեջ չի կարող գոյություն ունենա, որ ինքն էլ ցորենն էլ կորցնի, հետո ավելացնեն։ Երկաթի սուլֆատ նույնպես ցորենի մեջ գոյություն չունի։ Ցորենի մեջ գոյություն ունի երկաթի օրգանական միացություններ, որոնք շատ ավելի անվտանգ են, որովհետև օրգանիզմում ազատ ռադիկալներ չեն առաջացնում։ Ֆոլատտու այլուրին հետ հավելելու միակ դրական արդյունքը նխատեպքերի, այսինքն նյարդային խողովակի բնածին առատների դեպքերի կրճատումն է։ Մոտավորապես 30-40%-ով կրճատումն է։ Տարեկան Հայաստանում ծնվում է ըստ առողջապահության նախարարության տվյալների տարեկան մոտ 80 երեխա այդ առատով, այսինքն հնարավոր կլինի կանխարգելել լավագույն դեպքում 40 դեպք առատով ծնված երեխայի դեպք։ Հիմա 40 դեպք կանխարգելելու համար ամբողջ բնակչությանը այդ ձևի ռիսկերի ենթարկել առողջական ամենատարբեր ռիսկերից մեկը քաղցկեղն է, քանի անգամ մենք արդեն շեշտել ենք այդ մասին։ Խոսում եք ինչ վերահսկողություն դա անպատասխանատու հայտարարություն, ինչ հիմնավորումներ կա, որ բազմաթիվ գիտական հետազոտություններ, ուրեմն առաջինը Չիլիի հետազոտությունն է, որ այդ մասին ազանգեց 2000 թվականին Չիլիում այլուրի ֆորտիֆիկացնելուց հետո քաղցկեղի աննախադեպ աճի հետ կապված աշխարհի 3 առաջատար համալսարաններ իրար հետ համատեղ Չիլիում հետազոտություն են անցկացրել ֆոլատով այլուրի ֆորտիֆիկացումից առաջ եւ հետո տվյալները համեմատել են իրար հետ։
Եվ քաղցկեղի եւ պարզվել է, որ քաղցկեղի աճը ուրեմն հաստաղ ու քաղցկեղի աճը որոշ տարիքային խմբերում այստեղի մոտ գրված էր կոնկրետ էլի տվյալները որոշ տարիքային խմբերում աճել են գտնեմ Պարոն Կարապետյան, բայց եթե այս հիմնավորումը, սա այս փաստերը, ասենք շատ հիմնավորված են, սա արդեն իսկ բավարար կլիներ համաշխարհային մակարդակով, որպեսզի կասեցնեն եւ թույլ չտային։ Եթե հարցը ինչումն է, որտեղ կասեցնեն։ Ամբողջ աշխարհում։ Այսինքն 3 այդպիսի ասենք կառույցներ։ Հիմա դուք ասում եք 3 բարձրագույն, հա, բաներ, ինստիտուտներ զբաղվել են սրանով եւ կարողացան հիմնավորել, որ 3 անգամ սրա օգտագործումից հետո Չիլիում աճել է քաղցկեղը, ճիշտ է։ Նույն Զելանդիայում։ Արդեն իսկ հիմնարար պատճառը, որպեսզի սրա դեմն առեն։ Հիմա հարց է առաջանում։ Ոնց սա երբ է տեղի ունեցել 2000։ Ասեմ հիմա, ուրեմն եթե այս հետազոտությունը Չիլիի 2007 թվականին է կատարվել։ 2007 թվականին 45-ից 64 8 տարվա ընթացքում սա պիտի արդեն այնպեսի մի աղմուկ բարձրանար սա դեմը առնենք հենց աղմուկը նա է Անժելա ջան որ տեսեք եվրոպական զարգացած այդ ձեր մտածողակերպ ունեցող պետությունից մարդկանց նաև պետություն այդպիսի մարդիկ ունեցող պետություններից ոչ մեկ էս գործընթացին չի գնում Ֆրանսիան կարող է իր ազգին ճշնամին Դատակիր է դրանից հետո որ երկրներն են մտել այս process-ի մեջ եւ կասեցեք կամ չեն կասեցեք մեզ հայտնի չէ շարունակեմ Աֆրիկյան 70 երկրները կան այս Չիլիի հետազոտությունից հետո որ նոր ցույց տվեց որ մինչեւ եռայի աճ Օրինակ հաստաղ ու քաղցկեղը 45-ից 64 տարիքային խմբում 2.6 անգամ է աճել։ Կսկակեղզի քաղցկեղն աճել է 2.8 անգամ։ Հիմնավորում կար, ապացուցվել է, որ սա պայմանավորված է հենց ալուրի մեջ։ Այստեղ համեմատվել է ֆորտիֆիկացիոնից առաջ եւ հետո։ Հիվանդների քանակն է իրանք վերահսկող խումբ չեն ունեցել որտեղ բոլոր բնակչության ինչ եք ասում բայց նաև ինչ որ օֆիցիալ բան չկա կարող է սա լուրջ հիմ կարող է հանդիսանալ որ միանգամից կասեցեք բայց միայն էս չի ուրեմն հարցը ինչն է ինչի համար ենք մենք անտած Չիլին շեշտում Չիլիում 1 կիլոգրամ այլուրին տվել են 2.3 միլիգրամ ֆոլատտու Հայաստանում ուզում են կիլոգրամ այլուրին տալ 1.3 միլիգրամ կրկնագի պագաս բայց հարցն է որ հայերը չիլիցիներից մոտ կրկնագի ավել հաց կուտեն չիլիցին միջին չիլիցին կուտե օրական 196 200 գրամ հաց իսկ մենք ուտում ենք 400 գրամ կրկնակի կմտնի այսինքն ստացվում է մեկ մարդու աշխուժ նույն չիլիի դոզան իսկ չիլիական սցենարը ալուրից մենք պատրաստելու ենք մակարոներ, ռուշակեղեն եւ մենակ հացով չեն սնվելու, չէ։ 2009 թվականին Նորվեգիայում քանի որ այլուրի ֆորտիֆիկացիոն չկա, Նորվեգիայում այդ առաջատար մասնագետները Էբինգի հետազոտություն են անվանում, Էբինգը հետազոտություն է կատարում, իր հետազոտության նպատակը ամենևին էլ ֆոլատթվի ու քաղցկեղի միջև կապը հաստատելը չէր, Էբինգի հետազոտության։ Ինքը հետազոտում է թե B12 վիտամինը եւ ֆոլատթուն սրտանոթային հիվանդությունների վրա դրական ազդեցություն կթողնում են, թե չէ։ Մենք ժամանակ չունենք, խնդրում եմ մարդկանց։ Եվ պարզվում է, որ մոտ 27-30%-ով ավելացնում է ֆոլատթուն ավելացրել է քաղցկեղի ռիսկերը։ Էբինգը դրանից հետո համոզված պնդում է, որ ֆոլատթուն քաղցկեղավտանգ է։ Ասում են առողջապահության նախարարությունն ասում են իպրեպինգի հետազոտության մեջ ֆոլատթվի բարձր դոզա է տվել, իրականում տվել է 0.8 միլիգրամ ֆոլատթու, որը նոր լիովին թույլ է։ Ես էլ պիտի պնդեմ, որ իմ ամբողջ մոլորակը համարում է, ասենք քաղցկեղը, չարիք մոլորակի, եւ այսպիսի հիմնավորումներ փաստեր, պարոն Կարապետյան, չեք լսում ինչ եմ ասում։ Ասում եմ, այսպիսի հիմնավորումներ փաստեր, եթե ներկայացվել է, սա իսկ արդեն իսկ բավարար էր, որպեսզի շատ երկրներում կասեցվեր անմիջապես։ Որ երկրներում որ այն երկրներում, որտեղ որ ուզում են, այն երկրներում, որտեղ եվրոպական երկրները ոչ մեկը չի կիրառում Անգլիայի նուտրիենտների գիտական մարմնի, գիտական պետական կոմիտեի 2006 թվականի զեկույցի 73-րդ էջում
ուղղակի գրված է, որ բարձր ֆոլատիդի բարձր մագարտակը քաղցկեղի վտանգներ է առաջացնում։ Լավ, եւ մյուս խնդիրը ասում եք հորմոնների հետ կապված է, խնդրել էլի կարճ համառոտ ներկայացնեք, որ տղամարդկանց մոտ, հա, այսինքն գնում է նրան մեծ հաշով այս ողջ ծրագիրը նրա համար է, որ մոլորակի վրա մարդկության նվազեցում։ Սա ասում են էլի անպատասխանատու հայտարարություն կա, այդպիսի բան իրականացում որ ֆոլատիդում կանացի էկզոգենների ակտիվացում է առաջացնում։ Դա նորություն չի։ Նույնիսկ անցած տարի 80-ական, 90-ական թվականների բժշկական դասակարգերում կամ կենսաքիմիայի դասակարգերում, օրինակ ստրայերի մոտ կարող եք տեսնել, գրված է։ Բժշկական շատ դասակարգերում կամ կենսաքիմիայի գրված է ուղղակի, որ ֆոլատիդում կանացի էստրոգենների աճ է առաջացնում։ Այդ նորություն չի։ Իսկ այդ էստրոգենների աճը ինչով է, ինչ հետևանքներ կարող է հանգեցնել, այդ արդեն առողջապահության նախարարության պատասխանատուների գործն է երևի։ Այստեղ ուրիշ շատ առողջական ռիսկեր կան։ B12-ի դեֆիցիտի պայմաններում ֆոլատիդում տարեց մարդկանց մոտ առաջացնում է ճանաչողության խանգարումներ։ Դա էլ է շատ լուրջ ռիսկ։ Հետո նոր այլ ռիսկեր, օրինակ երկաթի հետ կապված էլ շատ ռիսկեր կան, որովհետև երկաթի բարձր մագարտակը նորմայից էլ ավելի բարձր մագարտակը շատ տարբեր հիվանդությունների լիարժեք։ Լավ, քննարկումների ժամանակ այսպիսի նաև շրջաններ կավելացնելու ասեք։ Հիմա մենք առաջարկում ենք, ինչ ենք առաջարկում, այլ լսելով նման մասնագետների բազմաթիվ շատ ես մեկ իմանուններով չեմ կարող ասել, եթե հարգնիկ կազմակերպենք կլոր սեղան, թող այդ թվում նաև ակադեմիկ լիա։ Իրենք ասացին, որ ձեր հետ այլևս կլոր սեղանի շուրջ չեն նստելու, ձեր հետ չեն բանավիճելու, որտեղ ձեր հիմնավորումները, այսպես ասած։ Մենք էլ իրենց չենք վստահում այդտեղ։ Ուրեմն մենք առաջարկում ենք հասարակությանը կենսաֆիզիկներ, կենսաբաններ կան եւ բժիշկներ կան մեր նախաձեռնությունում։ Մենք առաջարկում ենք, եթե իրանք չեն ուզում լսեն, թող լսի հասարակությունը, թող լսի ազգային ժողովը։ Բնական իրանք այդ ճնշումով ազգային ժողովում միգուցե կարող են անցկացնել, եթե այդքան վստահ չլինի, սարքավորումները արդեն չէին բերի։ Հա, իդեպ ես սարքավորումների մասին սարքավորումները ես իմացա, որ լսենք։ Բերել են, ուրեմն նրանք այնքան վստահ են մարդկանց այդ հորդորելով, ազգային ժողովի իրանք խմբակցության անդամներին մեծամասնություն հորդորելով։ Օրենքը դեռ չի ընդունել, բայց process-ը գնում է։ Process-ը գնում է, թե սարքերը բերել։ Հիմնական օրենքի ընդունումը պարտադիրի շարք մտնելու բավականին փորձարկման ձևեր կան։ Այսինքն մենք փորձենք բնական ճանապարհով, ես ասացի, բերեք ստեղծենք ստանդարտին համապատասխան համասներ, շուկայում լինի մտնենք 4 տեսակ հացեր, որ սպառող ընտրելու ունենա։ Եթե չեն գրվել ընտրանքային տարբերակի, որ լինի եւ այն տարբերակը եւ այն տարբերակը։ Ձեր կարծիքով ինչու, որտեղ ծրագիրը այսպես է ինչու։ Դա այդտեղ երևի նախ թույլ հսկողություն է, ոչ ոք չի զբաղվել դրանով, նի դա է տվա, ինչպես ասում են։ Որ ինչ որ չափականակի մեջ սա օգտագործի, թե այո, թե ընդհանրապես։ Ես կտրականապես դեմ եմ։ Որտեղ Հայաստանում մագնիշիում չկա նորմալ, եթե հասկանալ որ լինի։ Ես էտեղ ուզում ասի, հարստացվածի չհարստացվածի տեղ սաղցնեն։ Այո։ Մենք հետո շատ ավելի լավ առաջարկ կա, որ եւ սակավարյունության խնդիրը գլուծի, եւ քաղցկեղի խնդիրը գլուծի, մյուս առողջական շատ խնդիրներ էլ կիճեցնի։ Վերականգնենք մեր ավանդական ամբողջական ցորենի հացի այլուրի արտադրությունն ու այդ հացի արտադրությունը բազմաթիվ բոլոր մասնագետները, դիետոլոգները, բազմաթիվ հետազոտություններ էլ ես բերեմ ցույց տամ, որ ամբողջական ցորենի հացը իջեցնում է քաղցկեղի ռիսկերը, պակասեցնում է քաղցկեղը։ Այդ հացը արտադրելու համար, այդ այլուրը արտադրելու համար ընդամենը պետք է արժանացնելիս մի ագրեգատ հանել, թեթև տեխնոլոգիական փոփոխություն կատարել, շատ ավելի էժան կնստի, հավելյալ վերահսկողություն չի պահանջի, հարկավոր չի լինի, որ անընդհատ գեշտոզավորման համար անընդհատ հսկեն, անընդհատ փորձաքննություններ անցկացնեն, որը շատ քան։ Իսկ որ Չիլիի օրինակը այս հիմնավորումները բերում եք, ձեզ պատասխան է։ Տեսնում եք, իրանք չեն ուզում լսեն, ասում են կոմպետենտ չեն եւ այլ եւ այլ։ Ճանապարհի ժամանակ Աստանյանի ինձ ասաց դուք եք գնացել տվել։ Ես չգիտեմ, այդ մարդիկ միգուցե ես նորից եմ ասում, դրանք ժողովրդի ճշնամիները չեն։ Համարև առաջացել է քաղցկեղ ու պարզվում է, որ մեզ հենց այդ նույն դոզան են ուզում տալ։
Ուղղակի պետք է մինչև այս գործընթացը օրենքով սահմանեն, որ պարտադիր պետք է ֆորտիֆիկացվի, մինչև այդ պետք է անցնել բնական ճանապարհը, ստանդարտներով պետք է փոխեն, տեխնոլոգիան փոխեն։ Եթե դա չբավարարի, մի 5-6 տարի էլ անեն այդ ճանապարհը։ Բայց տեսեք, պարոն Կարապետյանն ասում է դեմ է, ասելով, որ այսպես լուրջ վտանգական։ Չէ, այդ դեպքում ասեմ, մեր կարծիքը այդ դեպքում, եթե իսկապես մի 5 տարի ասենք այդ ճանապարհով անցան չեղավ, նոր միայն էնել խոցելի խմբերին 5% է այսօր հղի կանանց վերարտադրողականը քանի տոկոսն է կազմում բնակչության այդ տոկոսի համար պատրաստեք չեն մեր համար առողջության վիճակի մասին մենք ինչ եթե ծայրագույն բազմատիվ ծնողներ տարբեր մարզերից մեկը Գյումրուց մեկը Վանաձորից քանի ծնող մեզի գրել են որ այ մեր երեխաս ենք տղա ունի օրինակ մեկը երկրորդ դասարանի Գյումրեցի է ինձ գրել է որ այդտեղս իմ ճոր չգիտեմ տարօրինակ հիվանդություններ ունի կարող է բանն է ջղացկումներ ունենա օրինակ Սա ազգային անվտանգության այո, գենոֆոնդի հետ կապված անվտանգության, չլինի Վրաստանի օրին միատանենք, միատ էլ հետ կանգնենք։ Ուրեմն պետք է Ինչ հետևանքներով, ազգային անվտանգությանը սպառնացող հարց, ինչպիսի ինչ հետևանքներով։ Դե բնական առողջության համար հիմա մասնագետ ավելի լավ է ասում, ես մասնագետ չեմ, ես կարծում եմ, որ պետք է լավ փորձարկումներ կատարել, լաբորատոր փորձարկումներից սկսած մինչև եղած հնարավորությունները հացի վիճակը բարելավելուց նոր հասնել այդ ճանապարհին, ներողություն առանցայնել վերջի 20 տարին գոնե մենք սննդան մթերքի հետ բավականին հավելանյութեր ենք օգտագործում վերցնեք յոգուրտները ներկրված վերցրեք մսամթերքը կատնամթերքը ռուշակեղենը բոլորի մեջ երով նշված հավելանյութեր կայունացուցիչներ կան եւ այլ առանցն էլ մեր օրգանիզմը արդեն այս վերջի 20-25 տարում աստիճանաբար ներթափանցում է այդ բաները իհարկե օրենքը չի արգելում այնտեղ Հայաստանում եւ 217-ի շարքը մի քանի կան որ արգելվում է բայց կա այդ գործընթացը սնունդի միշտ չէ որ այդ վիճակը շատ գերազանց է մենք հիմա նորից բերենք եւ հացը որ ամեն օր ենք օգտագործում ընդ որում մեր ռացիոնի մեջ նախատեսված մարդուն 250 գրամ մենք օգտագործում ենք 400 ոչ թե որ ասենք պակաս է մեր զամբյուղի պարունակություն այլ հացակեր ժողովուրդ ենք հիմա այդ հացը պետք է շատ զգուշ վարվել Հիշել, որ Հայաստանում 3 միլիոն էլ բնակչություն չի մնացել, որ օրինակ նվազում է կոնե լրացուցիչ բերջ հանդիսանա։ Ես չեմ ասում իշխանությունները դիտավորյալ կանեն կամ թշնամին են, ոչ։ Պարզապես այդ խոսք տված միջազգային կառույցների դեմ պետք է առնել։ Թող իրանք վկայակոչեն իդեմս հասարակական կազմակերպությունների, իրանք անհարմար չլինի իրանք որ նրանց մերժել իմ կարծիքն է։ Թող ասեն մեր հասարակական ոչ թե մեզ առհամարեն, ասեն թե մենք նրանց հետ կլոր սեղան չենք նստի, կոմպետենտներ չեն, տգետներ են ասել են Մենք չենք իջնի այդ մակարդակին նույն իրենց ասել որտեվ ես իրանց աբացեցի մենք ուղղակի ասում ենք որ քանի որ նախաձեռնողը դուք եք նախարարությունը դուք պնդում եք որ ազգային անվտանգության հարց է ինչ հետևակ կործանիչ հետևանքներով թե եթե ընդունվեց ազգային աղետիկը վերածվի շատ մեծ հավանականությամբ նախ առաջի պատճառը 260 միկրոգրամից ավելի ֆոլատտու մարդը ստացավորական չմետաբոլա չփոխված ֆոլատտուն կանցնի արյան մեջ ու բազմաթիվ վնասակար հետևանքների կհանգեցնի այդ հետևանքներից մեկը ֆոլատ ռեցեպտորների կաբելն է ֆոլատի մոլեկուլը շատ ավելի շարժուն ու ավելի ակտիվ է քան թե իրական վիտամինը դեհիդրոֆոլատը ֆոլատտուն կկաբի ֆոլատ ռեցեպտորը ֆոլատին իրական ֆոլատին դեհիդրոֆոլատին կաշկելի, որի օգտակար գործառույթները կատարի, կբերի սուր ֆոլատ դեֆիցիտի հետևանքների։ Եթե մարդը ունեցավ սուր ֆոլատ դեֆիցիտ, բոլոր նյարդային ֆունկցիաները առաջերտին կխախտվեն, արյունաստեղծման ֆունկցիաները կխախտվեն։ Այսինքն պատկերացրեք, որ մարդը կանոջեն հետ կկանգնես, ցանց եթե դուք հիմա ասում եք, որ ես չգիտեմ, դուք ասում եք, որ սարքավորումները վերել են։ Ես բազմաթիվ հասարակական կազմակերպություններ միացել են մեր նախաձեռնությանը ու շուտով իրավաբանների կառույցներ էլ կհայտարարեն մեր միանալու մասին։ Ընդ որում ես ասել եմ բժիշկներ եւ բավականին լուրջ տարիքի փորձունող բժիշկներ իհարկե աշխատողով համակարգում նրանք մեզ այո մեզ ասում են դուք պայքարեք այդ բանին այսպես մեր երեխաները մեր թորները դե բնական է որ իրանք նախաձեռնողն են իրանք էլ ասում են մասնագետներ չեն բա իրանք համակարգից կարող է մասնագետը կանստի ստեղ դեմ լինի նախարարի առաջարկի բժիշկը մասնագետ չի այս հարցի մասնագետը իսկ ինչ է կարծում ես հետաձգումը ձեզ հիմնավորում ձեզ հայտնի է հիմնավորումը որ 1 տարով հետաձգել են ինչ հիմնավորմամբ է 1 տարով հետաձգել որպեսզի խնդիրը ավելի բան վտանգներ են տեսել թե հանձնաժողովի եզրակացության մեջ գրած էր որ հասարակության դժգոհության հետևանքն է որ հասարակությունը բացասական է տրամադրված օրինակի նկատմամբ այդ պատճառով էլ կհետաձգեն Այդ հանձնաժողովի ուսումնասիրությունները քննարկումները հա առողջմիքն ու դատողությունը մեծ հաշվով կբերի
Ճիշտ։ Նորից ասացում որ հանգած այդ սկզբունքով ոնց որ հիմա են գործում, այդտենց էլ շարունակեն մտնել ազգային ժողով, այսինքն ճնշումով համոզելով ճիշտ է, եղած եթե դրական որոշ կան կա, այդ դրականը ամբողջ ներկայացնում, բացասականը չներկայացնում։ Իհարկե ազգային ժողովի մեծամասնությունը չեմ կարծում այդքան խորանա, որքան պարոն Կարապետյան տվյալներն են։ Եթե այդ ձևի ներկայացնի, իսկ եթե այս ձևի մասնագետ ներկայացնի, բնական է։ Լավ, հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ այսօր մենք խոսում ենք բիոֆիզիկ Աշոտ Կարապետյանի եւ Սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանի հետ։ Հոդվածները այդ 70 հոդվածներից մի մասն է, շատ քիչ մասն են ամենը, որ ես տվեցի բերեցի, մոտ 1000-1500-ից հոդվածներ են 70-ից ավելի ֆոլատ թվի երկաթի մասին ու մեծ մասը հենց սիստեմատիկ ռևյուներ են վերցրած PubMed-ից կամ Cochrane կայքերից։ Շատ լավ, շնորհակալություն։